Վերջին օրերին համացանցում աղմուկ էր բարձրացրել մի տեսանյութ, որտեղ ինչ-որ սուբյեկտ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս արցախցիների հասցեին և մասնավորապես արցախցի կանանց նկատմամբ։ Ենթադրվում էր, որ կարճ ժամանակ անց իրավապահներն այս հրապարակմանը կտան հավուր պատշաճի արձագանք, այնպես, ինչպես նախկինում են վարվել, երբ որևէ մեկը նրանց գնահատականով ատելության խոսքով թիրախավորել է որևէ խմբի, բայց իրավապահները որևէ կերպ չարձագանքեցին երևույթին։ Իրենց գործն է, իրենց պարտականությունն է, որ չթողնեն հանրության մեջ նմանատիպ պառակտում մտցնող, սերմացնող այդ ձևի սրիկա նիգադյայ ազնվորություններին, ու ես գիտեմ իրենք ունեն բոլոր հնարավորությունները, իրենց ձեռին է օրենքն էլ, այդ օրենքի հիման վրա էլ այդ մարդկանց, այդ խախտումները ամեն ձևի այդ մարդկանց պատժի ենթարկելու հարցն է։ Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիա իրականացնող արցախցիները նշում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ ինչ-որ մարդիկ ակնհայտ սադրիչ նպատակներով կոպտորեն վիրավորում և թիրախավորում են արցախցիներին ու պատասխան չեն տալիս օրենքի առջև։ Այն դեպքում, երբ այլ քաղաքացիներ շատ ավելի մեղմ արարքների համար միանգամից հայտնվում են իրավապահների ֆոկուսում։ Նմանատիպ ձևակերպումով կամ չգիտեմ ում կողմից ուղղորդվող, ինչ ուժերի կողմից, ինչ ներկայացուցիչների կողմից ուղղորդվող, սա ուժը ոչ 10-րդ, ոչ 20-րդ դեպքն է։ Սա որ անպատիժ եմ մնում կամ անպատիժ եմ անտեսում են նմանատիպ հարցերում, ուրեմն ես գիտեմ, թե սրա հետևին կա ինչ-որ ներկայացուցիչներ, ինչ-որ ուժեր։ Հայաստանում քրեորեն պատժելի է համարվում ատելություն, խտրականություն պարունակող խոսքը կամ բռնության կոչերը, որևէ խմբի նկատմամբ թշնամանքի կամ անհանդուրժողականության տարածումը։ Արցախցիների նկատմամբ կիրառված խոսքը հենց այդպիսին է, նշում են փորձագետները։ Այստեղ քրեական գործ չհարուցվի եւ նրան մեղադրանք չառաջադրվի, մեզ ունենք միայն մեկ հնարավորություն, այն էլ դատարանն է։ Կարծում եմ, որ դատարանները ավելի ճիշտ լուծում կտան այս գործին, այստեղ բացահայտ 329-րդ հոդվածի 3-րդ մասը առկա է։ Ոստիկանությունը կամ ուրիշները ներկայացնում են հաղորդում ու քննիչը գործահարուցում, որտեղ ոստիկանությունը ունի նման ֆունկցիա։ Ինքը իր լիազորության ընթացքում այդ հանցագործությունը հայտնաբերում, իսկ սա տիպիկ է ուղղակի, եթե իրենք անցել են այդ ամբողջ դասընթացները, տեղյակ են ինչ ատելության խոսքը, սա պետք է լիներ առաջին հենց դասագրքային օրինակը, որ պետք է միանգամից սրա մասին հաղորդում ներկայացնեին։ Իսկ տեղեկություն փոխանցեն քննչական մարմնին, դա գործառույց էր։ Խնդիրն այն է, որ եթե դու թույլ ես տալիս մեկին հատել օրենքով սահմանված կարմիր գծերը, դա հետագայում կարող են անել նաև ուրիշները։ Սրա հետևանքով ազգամիջյան պառակտումը կարող է նոր մասշտաբների հասնել, նշում են փորձագետները։ Եթե ատելությունը, խտրականությունը տարածվում են, հայտնվում են մարդիկ, ովքեր ավելի ծանր արարքների են պատրաստ, վտանգավոր խոսք հասկացությունը դա է, ինչը բարձրացնում է ֆիզիկական բռնության վտանգը, ու դրա սկզբներից մեկը անարձագանք թողնված ատելության խոսքն է։ Մասնագետների կարծիքով այս երևույթի վատ կողմերից մեկն այն է, որ հասցեական արձագանքի բացակայության պատճառով հանրության շրջանում ընկնում է իրավապահ քննչական համակարգի հեղինակությունը, արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։